Մենք սահմանեցինք օբյեկտը երկգործելակերպով նախորդ դասերի հետ կապված գործելակերպ, վիճակ եւ այլն, նույնիսկ նրա շարունակությունն է սա, ինչ անհատականությունը։ Ուրեմն ամենաառաջնային տեղը մի օբյեկտը մյուսից մենք կարող ենք տարբերել, թե չէ։ Օրինակ C# կամ մնացած բարձր տիպիզացված լեզուներում, եթե դուք ունեք A class A եւ ստեղծում եք AOB1 new-ով, AOB2 new-ով, տարբեր տիպերով, ապա անհատականության տեխնոլոգիայով, բացի անունից, հեշկոդ է կոչվում, համակարգիչը կամ կոմպիլյատորը նրան տալիս է 1019, մեկ ինչ-որ թիվ, հեշկոդ է կոչվում, անհատականացնում է։ Ուրեմն առաջի ֆիլոսոֆիան անհատականացման հետևյալն է, օրինակ մեր անցածով եմ ասում, կլասի օբյեկտը անհատականացվում է համարով, հեշկոդ է կոչվում, նրա համար դա հեշտ է, երբ որ դուք մանավանդ collection-ներով եք աշխատում, դա նման է, ասենք, ստուգարքի գրքույկի համար, կամ ավելի շուտ պասպորտ։ Անձնագիրը միակն է ձեզ համար ամբողջ աշխարհում եւ ինքը անհատականացված է պասպորտի տեսակետից ենք, բայց ծրագրավորման տեսակետից մենք այդպիսի բան անցել ենք, այս խնդրեմ, այս օբյեկտները հեշկոդով իրանք անհատականացվում են։ Շատ լավ, այդպիսի գաղափար կա։ Այս գաղափարները մտցված են, լեզուները ստեղծված են, բայց մենք այդ գաղափարները այդ աստիճանի չենք էլ վերանվանում կամ վերհիշում։ Ինչն է հետաքրքիր, երբ որ ես անհատականացնում եմ, ուրեմն կարող է ունենալ անուն, անհատականացման անուն։ Շատ դեպքերում մեզ մոտ կոնֆլիկտ է առաջանում։ Ռեալ օբյեկտը ունենում է անուն եւ այսինքն օբյեկտը անունով ենք դինում, A1, օբյեկտ 1, օբյեկտ 2։ Եվ օբյեկտի չտարբերելը, օբյեկտը ֆիզիկապես ինքն է, նրա անունը միջոց է մեզ հետ աշխատելու։ Մենք այդպիսի փոքր կոնֆլիկտ կամ նմանատիպ բան ստացել ենք, երբ որ դուք toString եք անում եւ toType եք անում, class A-ը, այս մեր class A-ը, էլի գնաց, class A-ը։ Եթե ուղղակի մենք հիշենք toString եւ getToType է կոչվում, երկուսն էլ եթե C#-ում write line եք անում, երկուսն էլ եթե կարող write line է գնում, դրանք նույնն են տալի, այս ան է տալիս տեղ, այստեղ էլ, այստեղ մեզ մոտ կազուս առաջանում, որ իչեմ հասկանում համ տիպը ինքն է, toString-ը նրա անունն է, ուրեմն մենք իր հետ շփվել ենք, այս աշխարհում մենք իր հետ շփվել ենք այն առումով, որ այս երկու հատ է տալի, բայց ինքը type-ը ան է, իսկապես տիպ է, իր անունը էլի է դրած, get hashcode տանք, կտա ենթադրաբար 011099616-ականով գուցե, ահա ստացվեց, որ մենք իր ռեալ օբյեկտը եւ նրանց շփվելու մեր անհատականացման գործողությունները անհատականացրեցինք, OB դրեցինք անունը, այսինքն բերում է որոշ դեպքերում նույնիսկ վտանգ է։ Խառնաշփոթ առաջանում է, դրա համար օրինակ collection-ներում, երբ որ դուք dictionary եք օգտագործում, եւ այնտեղ դուք հանկարծ sorting եք անում, ապա դուք պետք է անպայման compare անեք եւ փորձեք վերավորոշել get hashcode-ը։ Ուղղակի բանավոր եմ ասում, եթե C#-ից մոտենանք, ուրեմն collection-ներում, եթե դուք sorting եք անում մենակ անհատական անունը, sorting եք անում, ասենք այս ինչ անուն, այս ինչ անուն, այս ինչ անուն, բավարար չի։ Այնտեղ equals-ով sorting-ի ժամանակ մեզ օգնում է object-oriented object class-ը, բոլորիս papa class-ն է, այնտեղ դրած է, sorting-ը դրած, equal, ներողություն, sorting սխալած, equal-ը դրած, այդ equal-ով եք ստուգում, բայց չմոռանաք, այս ուրեմն անհատականության պատճառով, որ մենք իրան անուն ենք տվել օբյեկտին, նրա հեշկոդն էլ պետք է փորձել դարձնել համեմատելի։ Մենք to equal ենք անում կամ equals ենք անում երկու օբյեկտներ, անպայման warning է տալիս, անպայման դուք պետք է վերավորոշեք, այնտեղ object oriented վիրտուալիզացիա կա, վերավորոշեք նաև get hashcode-ը, պասպորտի համարն էլ։
Եթե պասպորտի համարն էլ եք անում, նոր ձեզ մոտ դիկշներով, սորտիրովկայի ժամանակ պրոբլեմ չի առաջանում։ Ահա կոլեկցիաներում այդպիսի խնդիր եղել է, եւ այդ քաոսը խառնաշփոթը կարա խնդիր առաջացնի։ Մենք կոպիա ենք անում, անհատականությունը միանգամից ասում է, բացի անունից եւ իր ռեալ օբյեկտից, չմոռանանք անուն եւ ռեալ օբյեկտ, մարդ եւ իր պասպորտի համարը։ Հիմա փորձենք կարող է պասպորտի համարը կրկնվի, այ դրա մասին է խոսքը նաեւ։ Ավելին ասեմ, եթե GAC ենք անցել assembly-ներից C#.net կոմպոնենտներից, մենք GAC-ում հատուկ assembly կոդ ենք ավելացնում, որ անհատականությունը չխաթարվի, ինքը public key-ա դնում ձեր անվան կողքը, ձեր ծրագիրը աշխարհում չի կրկնվում, նույնիսկ Milky Way տիեզերքում, այդտենց, դված է .net-ի գլխավոր գաղափարախոսությունն է, կոպիան կարելի է, վերագրումը կարելի է, նույնիսկ հավասարություն ստեղծելը կատեգորիաներ են, որոնց ետ արկա է օբյեկտի մի քանի անուն, Այսինքն մենք կոպիա ենք ստանում, տարբեր անուններ, նույն անունով կոպիա դուք չեք կարող ստանալ։ Ստացվում է, որ իսկապես անհատականությունը դուք օբյեկտ 1, օբյեկտ 2, օբյեկտ 3, բայց այդ օբյեկտը մի հատ է իր ֆիզիկական ռամային տեսակետից։ Ահա եւ օրինակ ասենք կոպիա անելուց կլասների ռեֆերենսն է կոպիա լինում։ Միանգամից խնդիր է առաջանում։ Եթե խնդիր կա, գուցե օբյեկտները եւ RAM-ում իր աշխատելը կատեգորիա, այո, կատեգորիա է։ Օբյեկտի յուրահատկությունն է ոչ թե անունը, ուղեկցում են ամբողջ գոյության ընթացքում, այսինքն օբյեկտը ամբողջ իր ընթացքում գտնվում է ծրագրային համակարգի կոդը, RAM-ում կոդ, այսօր է մասին է խոսում։ Օբյեկտ RAM-ում կոդ, բարձա նրան հղումներ կան, բայց օբյեկտ RAM-ում կոդը փոխվում է։ Մի հատ հիշեցում կատարենք, հետաքրքիր է, օրինակ նույնիսկ եթե նրա վիճակ արժեքները փոխվում են, տեսեք, եթե նրա արժեքը փոխվում է նույնիսկ, նա չափորոշիչը մնում է, դա կլասով է գալիս։ Դա հիշեցնում է հետևյալը։ Ասենք get-ը ամեն օր, սա բուչի օրինակն է, շատ լավն է։ Get կատեգորիան իրավունք ունենք, get որպես այդպիսին, ֆիզիկապես մոլեկուլյարը ուրիշ է ստացվում։ Get-ը ամեն օր ձեզ մոտով գնում է, ու նույն ջուրը չի լինում երբեք։ Այստեղ առաջացնում է հղում օբյեկտ, այստեղ առաջանում է անհատականություն, այստեղ առաջանում է ֆիզիկապես մոլեկուլ չի, բայց մեզ չի հետաքրքրում դա։ Ծրագրավորման ժամանակ էլ ֆիզիկապես նույն օբյեկտը չի, բայց մեզ չի հետաքրքրում դա։ Կոպիա հետ աշխատում ենք, վերագրումով աշխատում ենք եւ մեզ համար գալիս է այդ հաջողությունը։ Կոպիան կոպի կոնստրուկտորով կա, member-ված կլոնով կա, եթե C#-ով եք դուք նայում։ Prototype pattern կա, design pattern, որը կոպիաներով աշխատում։ Հա մենք օբյեկտներին փորձում ենք անհատականությամբ տարբեր օբյեկտների նկատմամբ հարաբերություններ ստեղծենք, ու այդ հարաբերությունները պարզա հղվում կամ հատվում է այդ հատվածի հետ։ Տեսեք, pseudo անուն ասել ենք namespace-ում C#-ում կա, C++-ում էլ կարող է լինի։ Ուրեմն pseudo անուն ստեղծելու համար մենք ուղղակի կարող ենք բերել ավելցուկություն է գալիս։ Ինքը ես կարող եմ անդադ մականուններ դնել, pseudo անունը կարճ ասած էլի ինչ որ տեղ կարող ենք ասեն անհատականության տարբերակներից մեկն է։ Անհատականությունը, ոնց ամփոփելով գնում ենք, այս բոլորը մի բանի տակ է։ Օբյեկտը անհատա թե չէ, ավելին ասեմ, ընդհանրապես C#.net-ում assembly լինելու պատճառով նա իրական մեծ անհատ է համարվում։ Այսինքն .net-ը class A-չի նայում։ .net-ը շատ լուրջ typing է զարգացրել։ .net-ը եթե C#-ով է եւ այլն, կարևոր չի։ Կարևորը որ մենք .net-ում assembly է առաջացրել եւ մեր class A-ը այս օբյեկտը շատ անհետաքրքիր է իր namespace-ով։ Class ինքը կոմպոնենտ է դառնում, ինքը դառնում է assembly եւ այս assembly-ն անհատական ձևով իր մետատվյալներ, manifest եւ այլ բաներով secure կոդով ստացվում է, որ մեզ մոտ type-ը, տիպը ոչ թե an-ը, այսինքն ենք, այս
դա հասարակ object oriented է, type-ը դա assembly-ն է, որը անհատականացնում է ամբողջ աշխարհում ձեր ամեն ինչը, այսինքն չհատվեք, չնույնականացվեք, չխառնաշփոթեք եւ միաժամանակ եթե assembly-ն ասեցինք մենք GAC անցել ենք, հուսով եմ ինչ որ մեկը տեղյակ է, ծրագիրը դուք այսպես մեծ ծրագիր վերցրեք։ Մենք որոշել ենք մի ծրագիր 2, 3, 4, սրանք կարող են միահամատեղ ոչ միայն աշխատել database-ի հետ, DB, ասենք բազայի հետ, բոլորը մի բազա, SQL, Oracle եւ այլն։ Մեզ մոտ կա նաև application տարբերակ, որովհետև անհատականացման տեխնոլոգիան այս դասը շատ ուժեղացրած է Microsoft-ի C#.net-ում։ Անհատականացումը այն աշճան է անհատականացրած, որ մեր A-class-ը տեղափոխվում է իր namespace-ով, component-ով assembly։ Ահա, ասենց մի հատ բան է գալիս։ Եվ եթե դուք հանկարծ ձեր մտքով անցնի DB-ի նման The application one-ը տեղադրել մի ուրիշ տեղ եւ շատ կարեւոր բան, ինչ գույներս վերջացան, կարմիրով։ Եվ այս application-ը սրա հետ էլ նույն ձևի աշխատում, էստի բոլորս նույն տեղում ենք աշխատում, սա կոչվել է GAC, Global Assembly Cache-ա կոչվում, բայց սա ամբողջ իմաստը, որ ձեր ծրագիրը կոմպոնենտությամբ assembly-ա դարձել իր ամեն ինչով եւ անհատականացվել է եւ դուք կոնֆլիկտ չունեք, այսինքն դուք ինչ ծրագիր ուզում եք գրեք, դուք ձեզ էլ չեք խանգարի, ուրիշի էլ չեք խանգարի եւ ոչ մեկի չխանգարի։ Կստացվի, որ անհատականացման շնորհիվ մեր C#.net-ը ես անդադրան կվերադառնամ։ C#.net-ը թույլ է տալիս միատեղ օգտագործել նաեւ application-ը։ Մյուս լեզուներում ոչ մի խնդիր մենք էլ իրանց հետ DBS-ը մենք միատեղ օգտագործում ենք վերջ ոչ մի արս SQL միատեղ օգտագործելու DBS-ն էլ կա ես իրան չեմ խանգարում բայց սա նորություն է եւ այս անհատականության պատճառով օբյեկտի անհատականության պատճառով տեխնոլոգիան եթե որևէ լեզու բարարար ճիշտ օգտագործում օրինակ C#-ը Microsoft-ը արել է assembly-ներով, reflection-ներով, typing-ով, ինքը զարգացրել է open դա design pattern-ներով է պրծնում մյուս լեզուներում։ C#.net-ում open շարունակվում է component, հետո շարունակվում է assembly, GAC եւ այլն, միատեղ համատեղ օգտագործելու տեխնոլոգիաները։ Ահա ստացվեց, որ ես նույնիսկ կոպիան լինում էր, բայց եւ այնպես սա մի հատ փոքր անհատականության акցենտ ավելացրեցի։ Պարզա գետի տեսակետից եթե մենք նայենք, ապա բանից պարզում է, որ մենք ենք սահմանում երևույթը։ Պարզա միանգամից շատ հետաքրքիր բան է, կրկնություն է, վերևի ես ասացի, օբյեկտի գոյության ժամանակը, այո, տենց գոյություն, եթե դու օբյեկտը ստեղծել եք եւ ինքը բարդ տիպ է, ինքը դինամիկ հիշողություն է զբաղացնում C#-ում հիպ է կոչվում, ապա հիշողությունը եւ այս հիշողությունը ով է մաքրում, դեռ իսկույն ինտելեկտը չի ասել այն բարդագույն կոմպիլյատորներին, որ նաեւ գուշակի բարդ, ասենք ֆայլի դիսկրիպտորը երբ ջնջել, երբ հանել, ասենք map-ին բա գնում գրաֆիկական որևէ տեղ, մուտք ելք ինտերնետում, դիսպոզներով պետքա ջնջել եւ այլն, չեմ մանրանում, եթե C# չեն իմանում, մի քիչ դժվարություններ է։ Ինչևից է, օբյեկտի գոյության ժամանակը լուրջ բան է, սա անհատականության տեխնիկական միջոց է եւ հիշողությունը ավարտելու երկու ձև կամ հիշողություն տեղադրելուց հետո կա ավտոմատ Ստեյկը մենք չենք ղեկավարում, ավտոմատ պրուժինը գցում է, եթե ասենք զենքի հետ կապված, այսինքն ստեյքում ինքը ավտոմատ է հղումները գնում եւ նրան կոչում ենք չափային տիպ C#-ում եւ կույտում դայնամիկ հիշողություն մյուս լեզուներում, որտեղ արդեն մենք կարող ենք այդ հիշողություն ղեկավարումը ժամանակի մեջ կատարել մի այլ միջոցներով։ Այս երկուսը աշխատում են։ Պարզա Կոնստրուկտոր երկու դեպքում էլ աշխատում է։ Շատ երկրորդական է կրկնությունը գիտության մայն է, նույն ինչ է իրանից ներկայացնում։ Սա բերով այդքան գաղափարախոսություն չի, բայց ծրագրերի մեջ այն աստիճանի նույն ոգևորիչ կանգնած է, որ նույն օրինակ C++-ում նշանակում է դինամիկ հիշողություն, նույն մի այլ լեզում օրինակ C#.net-ում նշանակում է կոնստրուկտորի աշխատանք։ Ավելին Եթե ես ունեմ integer, կապույտ եմ սիրում,
Եթե integer a, եթե կարող եմ գրել նաև integer a հավասար է new int, եւ այս new-ն երևաց։ Սա integer-ա, չմոռանաք, այսպես, int, ահա։ C#-ում այս new-ն, new, այս new-ն նշանակում է կոնստրուկտորի աշխատանք, մեկը այս integer ապրում է stack-ում։ Այլ լեզուներում integer new-ն միայն dynamic հիշողություն։ Փոքր տարբերություններ կարող են լինել, ուղղակի տարբեր նշանակություններ ունեն, C++-ում ենթադրենք delete-ով է ջնջվում, ջանջալագույն աշխատանք, վատագույն աշխատանք, բարդագույն աշխատանք, C#-ում garbage collector-ը optimization-ում մի հոյակապ ձևով։ Այսինքն ստացվեց, որ new-ն ստեղ անհատականության փոքր շփում ունի, բայց եւ այնպես ներկայացվեց։ Օբյեկտի վերացման ժամանակ դեր ունի նաև destructor-ը, որը վերևը ես նշեցի, destructor-ը C++-ում դուք destructor-ում գրում եք delete-ներ, ստիպված գրում եք delete-ներ, C#-ում destructor-ում delete հրաման չեք գրում, destructor-ի փոխարեն ավտոմատизացված, ամոչ ավտոմատ չէ, ուղղակի ավտոմատացված է մաքրելու օբյեկտների մաքրելու տեխնոլոգիան։ Ես ասեմ Swift-ը Apple-ը որ հանեց, ինքը manage կոդից .NET-ի նման, այսինքն Java-ն երեձելի ու C#-ը վերցրել է մենակ մի բան, garbage collector-ի մասը, որ destructor-ում չգրի delete։ Այսքանով ինքը manage կոդ է մտել։ Ես ուսումնասիրել եմ, տեսել եմ, որ Swift-ը շատ պարզագույն, եթե պրիմիտիվ ասեմ, կարող է վիրավորեմ։ Շատ պարզագույն է եւ վատ չի, պարզը նաեւ տաղանդի նշան է։ Այդպես նայենք, տեսա, դարձել այլ ռեսուրսների ղեկավարելը, օրինակ ֆայլերի ռեսուրսները, դիսկրիպտորները եւ այլն։ Ինչևից է, new-ն, destructor-ը, garbage collector-ը, RAM-ի ազատելը, անհատականության կոպիաներից մաքրելը, որտեղ դե խառնաշփոթ է առաջանում, սա գործիքը կազմ են։ Ավելացնենք, ուղղակի տեսագրվածը ասեմ։ Օրինակ, օբյեկտների հեռացման ժամանակ երկարակեցության ալգորիթմն է դրած C#-ում, հոյակապ բանը, հոյակապ։ Ով որ երկար է ապրել, մենք նրան չենք էլ ուզում ջնջենք, անունը երկրորդ սերունդ է գալիս։ Ով որ նոր է ստեղծվել, 0 սերունդ է գալիս։ Երբ որ garbage collector-ը անցնում է 0 սերունդի վրա ու ինքը երկարակյաց, այսինքն նա հղումը չի կորցրել, ինքը 1 սերունդ է դառնում, հաջորդ գալում 2 է դառնում ու 2 էլ մնում է։ Optimization ծրագրեր են աշխատում։ Խառնաշփոթից հանում ենք, որովհետև խառնաշփոթը ստեղ մեզ վնասում է։ Արագությունը բարձրացնելու համար խոսքը միայն C# մասին է։ Մենք սկզբից նայում ենք ռեսուրս ազատելու 0-ն, եթե ամեն ինչ բավարարված է, մենք հեռանում ենք։ Այսպիսով ստացվում է, որ օբյեկտի անհատականությունը նա տեխնիկական միջոց է ժամանակի մանավանդ RAM-ում տեղ գրավելու տեսակետից։ Եվ պարզ է դրա որոշ տեխնիկական միջոցներ, մի քիչ առաջ նշեցի, ասենք destructor, new եւ այլն կոպիա նմանատիպ լավ բաներ։